մենք մնացել ենք մերոնցով, ինչ ուզենք կարանք անենք։ Աղջիկներ չկրվեք, երկուսդ էլ ճիշտ եք, իջացեք։ Ես Մենք իրար հետ աշխատում ենք։ Հա, լավ։ Դրա համար կուխնի։ На кухне бережных и нежных хрущевка. Դավիթ։ Բրավո։ Աստերը բացել են աչքերը. Շատ հիանալի կատարում։ Ոչ։ Արեգակ նորից դու պիտի ծագես։ Իմ սիրտն եմ քեզ մատալից, խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի։ Քո պատճառով իմ հաղորդման դիտումներ անգամ։ Նստի։ Вспоминаю словно сон, как знакомились с тобой. Солнце мое Да, дорогой. взгляни на меня. Հա։ Էջա մի հատ էլ ես խնդրում եմ, էլի։ Կարաոկե 963 Ողջույն բոլոր նրանց, ովքեր արդեն երկու եթերաշրջան է ինձ հետ միասին քայլում են, փայլում են եւ իհարկե շողում են եւ ձեզ համար ստեղծում են վառ, հետաքրքիր ու իհարկե երիտասարդական հաղորդում եւ իհարկե բոլոր նրանց, ովքեր արդեն 28 հաղորդում է դիտում են կարաոկե 963-ը եւ բաց չեն թողնում ոչ մի թողարկում, այսինքն ողջույն մամ։ Այսօր դու կտեսնես մեր 29-րդ հոբելյանական վերջին հաղորդումը, որը կամփոփի մեր երկրորդ եթերաշրջանը։ Դե ինձ սիրելի դիտողներ, ես եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ ես Ավետն եմ, դուք գտնվում եք 963 կարաոկեում եւ մենք սկսում ենք։ Ողջույն իմ շատ սիրելի հյուրեր, այսօրվա օրը շատ տոնական է եւ շատ հետաքրքիր, որովհետեւ մենք որոշել ենք մեր ամփոփիչ հաղորդումը ստեղծել մի մարդկանց հետ, ովքեր որ միշտ աշխատել են կադրից այն կողմ եւ երբեք չեն ներևացել։ Նրանցից շատերին հաճախացել ենք Դավասա, Աստղ, Թամար կամ Էդ, որ խնդրեմ ինչ որ ձևով կկարողանաս ճիշտ մոնտաժել երաժշտությունը։ Բայց այսօր նրանք իմ տաղավարում են եւ նրանք իմ հյուրերն են, եկեք բարձր ծափարենք ու իհարկե դիմավորենք։ Ողջույն Աստղի պես պայծառ, բայց եւ հրավտանք մեր Աստղիկ դիցուհուն, ողջույն։ Ախ Թամարի պես միշտ լույսը ձեռքին, հույս տվող ու իհարկե միշտ իմ SMS-ին սպասող Թամարային, ողջույն, Թամար Թագուհի եւ իհարկե նրա զենքը իր տեսախցիկն է, բայց նա միշտ օգնում է բոլոր մասնակիցներին, ինչով որ կարողանում է։ Տաղանդավոր մեր օպերատոր Դավիթին եկեք դիմավորենք ու ծափարենք։ Մարտով հենց առաջին անգամ տաղավար մտավ մի անգամից տեսախցիկից, այսպես պոկվեց ու եկավ նստեց որպես հյուր։ Ողջույն Դավ, ես շատ շնորհակալ եմ, որ դու եւս համաձայնվել ես եւ իհարկե մի մարդու, ով լսում է բոլորից։ Հաճախ լսում շատ թաքուն խոսակցություններ, բայց միշտ լուռ մնում, երբեք դրա մասին չի բարձրաձայնում։ Եվ իհարկե մեր տաղանդավոր հնչյունային ռեժիսոր Էդվարդին, ողջույն Էդ, ողջույն բոլորին։ Վայ, անգեղծ միշտ այս նախադասությունը ասել եմ, որ շատ եմ սպասել բոլորին իմ տաղավարում, բայց այսօր հատկապես ինձ համար տոնական օր է, որովհետև մենք մնացել ենք մերոնցով, ինչ ուզենք կարանք անենք, չէ։ Այդպես չի, որովհետև այսօրվա հաղորդումը շատ ավելի խիստ է լինելու, ավելի դաժան է լինելու, հա, եւ ավելի խիստ են գնահատման կարգը լինելու։ Կխնդրեմ ուշադիր լինեք։ Կատակ եմ անում, իհարկե չէ, մենք այսօր շատ յուրահատուկ եւ տոնական եթեր ենք պատրաստել ձեզ համար։ Ես ունեմ հարցեր, միշտ հարցեր եմ տալիս։ Հետաքրքիր է, բայց այս անգամ իմ հարցերը ամբողջությամբ կարաոկեի մասին են։ Թամարա, խնդրում եմ պատասխանեք եւ ասեք ինձ, ով է եղել կարաոկեի ամենակո սիրելի հյուրը այս ամբողջ եթերների ընթացքում։ Ամբողջ եթերների ընթացքում։ Այո։ Պետքա հիշեմ։ Մեկին առանձնացրու, խնդրում եմ։ Ինձ թվում է Սարոյենցը։ Սարոն։ Բոլորը որ շատ լավ են։ Մեկին մի հոգու առանձնացրու։ Սարոյին։ Սարոն, լավ, հրաշալի։ Էդ դու ում ես ամենաշատը հավանել որպես հյուր։ Այդային։ Այդան ընդհանրապես մեզ չի հուշում, այո, մենք լրիվ հասկացանք, այո, Այդան Մարտով մեր, լավ, շատ փակագծեր չբացեմ։ Դավ, ով է եղել քո ամենասիրելի հյուրը։ Ես երևի չկարողանամ առանձնացնել։ Մի հոգու անուն գուցե։ Աստղը։ Աստղը, բայց աստղը հենց նոր է։ Ոչինչ։ Արդեն քո սիրելին է, արդեն կապ, տեսեք, ինչ թիմակցական հետաքրքիր կապ կա նրանց մեջ եւ իհարկե Դիցուհի, աստղի, ով եղել կա։ Դիցուհին Թամարան, չէ՞։ Չէ, Թամարան Թագուհին էր։ Հա, լավ։ Դու Թամար Թագուհին եւ աստղիկ Դիցուհին։ Եթե առանձնացնեմ երկի տեսանկյունից, կարծում եմ Մաշան Վնջոյան։ Օ, լավ տարբերակ հիշեցի։ Բայց եթե զույգերի տենց հետաքրքիր Նանոն ու Հայկը։
Նանոն ու Հայկը, հրաշալի։ Պատասխանները ունենք։ Հիմա մի էսպիսի հարց։ Ինչպիսին եք դուք պատկերացնում կարաոկե 963-ի հաղորդավարին, որ պիտի լիներ ըստ ձեզ։ Թամարա։ Քոպես Ավճան։ Շնորհակալ եմ։ Պակլոն։ Էդ դու ոնց էիր պատկերացնում։ Ձմեռ պապու գլխակով։ Հա, ու սև թրաշ։ Ահա։ Հա, Կապիտ։ հասկացա։ Դավ դու Տաղանդավոր։ ոնց էիր մտածում, ով է լինելու։ Ես սպիտակ մայկայով, Ահա։ վրայից տենց պիջակա սարոջկայա նման ինչ որ Բանո, գունավոր հա։ ակնոցով աղջիկ վրան։ Ծուղախչի, հա։ Ու շալվարով Ահա, անպայման կարևոր է շալվարը։ ֆիրմային մատանիով։ Ֆիրմային մատանիով։ Լավ, աստղ, բա դու Բան չմը։ Ես միշտ պայծառ, գունավոր հագուստով եւ կարևորը օրանժ սապոգներով։ Ահա, հասկացա։ Սա թեթև իրականում դուք նկարագրեցիք ինձ, ես շատ շնորհակալ եմ։ Ես հուսով եմ, որ իրականում այս բոլոր եթերների ընթացքում ես արդարացրել եմ ձեր բոլոր հույսերը եւ այն սպասումները, որոնք կապված են եղել կարաոկեի հետ կապված։ Ես հիմա ձեզ առաջարկում եմ մարդիկ ում ընդհանրապես կարիք չկա բացատրելու կանոնները, հիմա պիտի բացատրեմ կանոնները, այս մարդիկ անգիր գիտեն ավելի լավ, քան ես, բայց ամեն դեպքում հաղորդումը ունի իր կանոնները, մենք տեղափոխվում ենք մեր առաջին փուլ Եվ այսպես առաջին փուլի կանոնները հետևյալն են։ Էկրանին հայտնվում է երգ, մասնակիցները պետք է երգեն այդ երգը եւ իհարկե բաց թողնված բառերը լրացնեն երգելով։ Ամեն գուշակված ճիշտ բառը արժե 1 միավոր։ Բնականաբար մենք պիտի ընտրենք երգեր, մենք դες համար արդեն իսկ առանձնացրել ենք երգեր եւ ասեմ հատուկ, որ այս անգամ եւ Աստղիկը եւ Թամարան չեն մասնակցել երգերի ընտրությանը, մասնակցել են լրիվ այլ մարդիկ եւ հիմա դուք դրանում կհամոզվեք։ Մենք պիտի երգենք։ Ես եմ մասնակցել։ Այո, այս չէ, Դավիթին ենք մասնակցել։ Ինչ ենք անում։ Մենք երգելու ենք, բայց պիտի խաղանք ենթափուլային խաղ, որ հասկանանք, թե ովքեր են ընտրում մեր երկու երգերը։ Իսկ մեր երգերը առաջին փուլում հետևյալն են. Սիրուշո սիրտ եւ մեր սիրո աշունը։ Ռուբեն Հախվերդյան։ Ուշադրություն, առաջին ենթափուլային խաղը սկսում ենք, որը կոչվում է Ես ասեմ, բացատրեմ ես ասեմի կանոնները։ Ես կարդում եմ թեմատիկ հարցեր, մասնակիցները պետք է արագ պատասխանեն հարցին, բնականաբար ով գուշակում է 1 միավոր, ով սխալ է պատասխանում, պատասխանելու հնարավորություն անցնում է մրցակից թիմին։ Ուշադրություն, այսօր մեր բոլոր հարցերը կարաոկեի մասին են, բայց կարաոկե 963-ի մասին են։ Ուշադրություն որ երկրում է ձևավորվել ժամանակակից կարաոկեն որպես ժամանցի ձև։ Տարբերակներ. Կորեա, Ճապոնիա, Չինաստան եւ ԱՄՆ։ Ես ասեմ Այո։ Կորեա։ Սխալ պատասխան Թամարայի կողմից պատասխանելու հնարավորություն ձեր։ Ճապոնիա։ Ճիշտ է, Ճապոնիան ճիշտ տարբերակն է եւ 1-0 գուտ Դավիթի եւ Աստղիկի։ Ուշադրություն երկրորդ հարցը։ Ընդհանուր առմամբ, քանի հյուր է ունեցել կարաոկե 963-ը մինչև այս հաղորդումը։ Ուշադրություն, տարբերակ ունեք միանգամից պատասխան։ Չէ, լռություն։ Լավ, տարբերակներ եմ կարդում։ 119, 112, 108 եւ 110։ Ես ասեմ Խնդրեմ։ 110։ Ճիշտ է։ Այո, դա ճիշտ է 110 հյուր։ Հիմա բացատրեմ։ Մեզ մոտ եղել են 2 հոգի, ովքեր որ հյուր են եղել 2 անգամ, եւ հենց սրանով նշանակում է, որ նույն մարդուն 2 անգամ չենք հաշվում եւ նա եղել է 2 անգամ 110 ճիշտ է։ Էդին ծափարում ենք, շնորհավորում։ 1-1 է հաշիվը հավասարեցված է։ Բայց մինչև այս պահը, Մինչև այս պահը։ այս պահը 5 րոպե առաջ մենք 4-ել ենք գումարվում։ Չէ, մինչև այս հաղորդումը ես նշել եմ ոչ, Մենք հյուր էինք։ Ճիշտ է, սխալ պատասխան։ Հաղորդում ենք ունեցել 5 հոգի ա եղել։ 111, ճիշտ է։ 111 տրուբայով նստած ա եղել։ Ճիշտ է ասում։ 111։ Իրականում ես միավորը պիտի տայինք Անդոին, բայց քանի որ Անդոն մեր լավ ընկերն է, մենք ես միավորը տալիս ենք Թամարային։ 1-1 է հաշիվը հավասարեցված է։ Անցնում ենք երկրորդ հարցին։ Ուշադրություն։ Ինչ մասնագիտություններ ունեին կարաոկե 963-ի 4-րդ թողարկման հյուրերը։ Տարբերակներ. վարսահարդարներ եւ դերասաններ, բժիշկներ եւ դերասաններ, հանդիսավարներ եւ դերասաններ եւ ռադիոհաղորդավարներ եւ դերասաններ։ Վարսահարդարներ եւ դերասաններ։ Ճիշտ է, վարսահարդարներ եւ դերասաններ, բրավո Աստղիկ։ 2-1 հաշիվը ուշադրություն Թամարա մի հատ գնաց։ 4-րդ հարցը։
Ինչ էր այն երկու մասնակիցների անունները, ովքեր մեր տաղավարում որպես հյուր են եղել 2 անգամ։ Ասա։ Այդան եւ Լիլիթը։ Ճիշտ է, Այդան եւ Լիլիթը։ Ավելին ասեմ, հենց հիմա կա մարդ, ով մեր տաղավարում է եւս մեկ անգամ, բայց այս անգամ ոչ որպես մի րոպե, բայց այս անգամ ոչ որպես հյուր։ Խնդրեմ, գնա։ Կարամ երկեմ։ Չէ, գնա, վերջ, գնա։ Ինչ երկել ես, հերիք եղավ, բոլ եղավ։ Քո պատճառով իմ հաղորդման դիտումներ անգավ։ Նստի։ Շարունակում ենք։ Հաշիվը հավասար է 2-2 եւ մեր վերջին որոշիչ հարցը։ Հարցը ինքնին այդքան էլ հարց չէ, բայց ամեն դեպքում։ Ով պետք է լիներ կարաոկեի հաղորդավարը նախնական փուլում, մինչև ինձ որպես հաղորդավար Ես ընտրել ասեմ։ թիմի կողմից։ Խնդրեմ։ Քանի որ ես եմ զանգահարել քեզ, Ավետ ջան, ու քեզանից բացի մենք այլ քննարկում չենք ունեցել, ապա դու Այո, ճիշտ պատասխան։ Իրականում տարբերակներ էի գրել, Ավետը, բայց ոչ Բարսեղյան, օպերատոր Դավիթը, Թամարայի հարազատ եղբայրը, եւ չի եղել նման բան, եղել ընդամենը մեկ տեքնացու եւ դա Ավետն էր։ Ճիշտ է, Աստղիկը ճիշտ պատասխանեց եւ 3-2 է հաշիվը, ծափարում ենք Աստղիկին եւ Դավիթին։ Բրավո։ Եւ երկերը ընտրում եք դուք առաջին փուլում, Աստղիկ եւ Դավիթ, խնդրեմ։ Որ երկն եք ընտրում դուք։ Որ երկն էին։ Մենք ունենք 2 երկ, Սիրուշո Սիրտ եւ Ռուբեն Հաղվերդյան մեր սիրո աշունը։ Դու սիրտը կերքես։ Չէ, արի դու երկի։ Սիրտը։ Okay, չի լիվը սիրտը Չէ, երքը։ Ռուբեն Հաղվերդյան կերքես։ Okay։ Ինձ Ինձ թվում է ավելի լավ է, մեզ բոլորիս անսահման հետաքրքիր է թե ոնց է երգում մեր լավ աչք ունեցող եւ արդյոք հասկանանք լավ ձայն ունեցող օպերատոր Դավիթը, եկեք ծափարենք ու Դավիթին տրամադրենք մեր երգը արտակը գնացին։ Գնա դա մենք քո հետ ենք։ Դավիթ, Դավիթ։ Բրավո։ Եկեք Բասի գիտենք բառերը։ դզեմ։ Մագնիգը։ Դզեմ։ Շատ խնդալի այս մասը կդնեք, էլի դզեմ։ Մի հատ նայեմ, էլի։ Դզեմ։ Այո, մեր տոնական թողարկումը, խնդրեմ։ Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում Պատուհանի Բրավո։ Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ Գլորվում են հոսում են ապակուց թափվում են ցած Այս խոսքերը որ լսվում են իմ երգի մեջ ուշացած Ում են պետք խոստովանանք այդ ափսոսանքը ուշացած Սերը քո մի հանելուկ է դու գախնիկ էր չբացված Դա գուցե աշնան կատակներ տերևներն էին դեղնած Ծառողում լուր արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ գայցելի Ու պատուհանիդ լուր կարտասվի Պատուհանիդ լուր կարտասվի Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ գայցելի Ու պատուհանիդ լուր կարտասվի Ու պատուհանիդ լուր կարտասվի Բրավո։ Բրավո, դու ունես այսօրվանից մականուն, դավո, բրավո, 6 միավոր ու շատ սիրուն, ես վստահ եմ, որ ինձ հետ բոլորը կհամաձայնվեն, որ մարդով միշտ, հասկանում եք ես մարդուն ուղղակի հարթակ էր պետք, վերջ, թող այդ կամերան, վերջ, 6 միավոր, բրավո, երկում եմ այո, տեղափոխվենք հակառակորդ թիմ, հասկանանք թե ով է երգելու Սիրուշոյի Սիշտը։ Դե քանի որ տարբերակ չի մնում մեզ, Այո։ վարտը դժվար Դե երկի։ հա։ Այո, Սիրտը դուք ես երգես կերքեմ, սիրտը։ ես այդ Այո, բեռը կվերցնեմ։ Եկեք Թամարային ծափարենք, Թամար։ Դե ինչ Թամար, ես շատ էի սպասել այս պահին, որպեսզի քո հետ միասին երգեմ վերջապես։ Թե քանի անի անգամ է սիրտն իմ երազել Թե քանի անգամ եմ քեզ պատկերացրել Դու հայտնվեցիր մի օր իմ անփոխարինելի Ու սովորեցրիր սիրել
Կյանքավելի իմ սիրտն եմ քեզ մատալիս Խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի Ինչ էր, որ պատահի Սիրտն եմ քեզ մատալիս Խոստացիր, կպաշտպանես Այն քոնը թող լինի Պահիր չկոտրվի Վստահում եմ ինձ քեզ Բրավո Թոման։ Այո, այո։ Թե քանի անգամ եմ քեզ փորձել կորցնել Թե քանի անգամ ես դու ինձ փնկել Դու անհավանական հեքիաթ ես սերս իրական Դու անհնարին աշխարհ ես հավիտենական Քեզ ամբողջ հոգոս հնչող եմ զգում ամեն վարքյան Ինձ իմանայիր ուտես քոնն եմ այնքան Իմ սիրտն եմ քեզ մատալիս Խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի Ինչ էր, որ պատահի Սիրտն եմ քեզ մատալիս Խոստացիր կպաշտպանես Այն քոնը թող լինի Պահիր չկոտրվի Բրավո։ Թամարա, պահիր եւ պահպանիր մեր հաղորդումը, թող այն չկոտրվի։ Այո։ Դու բերեցիր քո թիմին 6 միավոր, բրավո։ Ես ուղակի հալածված եմ։ Ես ուղակի ծեփված եմ պատերին։ Պատի ծեփ դարձած, կպել եմ պատին։ Ինչքան լավ երգեցի։ Վայ հրաշք ուղղակի Այո, չկա քիզի նման կուզեի երգել ես քեզ համար, բայց այսօր սահմանափակվենք նրանով, որ կերգեք միայն դուք։ Այո։ Դե ինձ սիրելի դիտողներ, ես առաջարկում եմ ամփոփենք առաջին փուլը մեզ մոտ ունի հետևյալ հաշիվը։ 6 հոգուտ ոչ ոքի, մենք շարունակում ենք ու տեղափոխվում մեր երկրորդ փուլ։ Գնացինք։ Բացատրեմ երկրորդ փուլի կանոնները։ Երկրորդ փուլում հերթն է տրամադրել հարթակային մարդկանց, ովքեր որ դեռ չեն ցուցադրել իրենց անսահման տաղանդը, այսինքն Աստղին եւ Էդին։ Եվ հիմա երգելու եք դուք, բայց արտասահմանյան երգացանկից։ Ու մենք կրկին ձեզ համար առանձնացրել ենք մի շատ հետաքրքիր ենթափուլային խաղ, որպեսզի կարողանանք իհարկե որոշել, թե ով ինչ է երգելու։ Իսկ մեր ենթափուլային խաղը երկրորդ փուլում կոչվում է երգաշփոթ։ Բացատրեմ երգաշփոթի կանոնները։ Մենք միաժամանակ լսում ենք մի քանի երգեր, մասնակիցներ ովքեր որ հասկանում են թե ինչի մասին է խոսքը, ձեռք են բարձրացնում, ասում ես ասեմ եւ իհարկե պատասխանում։ Սա մեր կանոններն են, իսկ երգերը, որոնք առանձնացրել ենք ձեզ համար երկրորդ փուլում, հետեւյալն են։ Տեղի գործերի։ Քամ մի վարկեմ մի կորցիր մտածին։ Հատե ես ջուր խմեմ էլի Չէ, ես ռեկն էի նայում, ջուր մի խմի։ Դե գնամ առաջ գա։ Երգերը հետեւյալն են։ Բոնց կնոպկայի կուխնի Եվ աստոյո ուլետայու դե հիմա դա էլի ռուսերենն է աստղ ուլետային դու ես ասում դե հիմա տեսնենք կհաղթեք թե չէ ուշադրություն երկաշփոթը համարում ենք սկսված գնացինք Ես ասեմ Խնդրեմ Կարուսելի Արա Մարտիրոսյան ունենք նման տարբերակ Այո ունենք մեկ միավոր Թամարային Յուհու Շարունակում ենք գնացինք Меладзен. Что же вы молчите? Небеса. Опять. Небеса. Նебеса. Այո, ճիշտ է, 1-1 հաշիվը շարունակում ենք այդ ակտիվացի։ Ահա։ Հետո, ես գիտեմ, դու կարող ես։ Փորձեմ։ Ես սպասում եմ։ Շատ լավ։ Հիմա պոտենցիալ է։ Ասбахիտես կարելի է։ Բական։ Չի կարելի է։ Գնացինք։ Շարունակենք։ Սիա։ Ճիշտ է։ Ռիհաննա։ Ճիշտ է։ Diamond in the sky, Rihanna։ Չէ, լուր, հիմա շարունակում ենք։
Խնդրեմ եք։ Rihanna Diamond in the Sky։ Բրավո, ճիշտ է, այո, ճիշտ տարբերակ։ իրանցից։ 2-1-ի հաշիվը եւ շարունակում ենք, գնացինք։ Ես Խնդրեմ։ Լեփս, Լեփս, я այո։ уеду жить в Лондон։ Я уеду жить в Лондон, ճիշտ է, կարող էի չասել իմ ռուսերենը եւս մեկ անգամ փայլացնել էստեղ, բայց ամեն դեպքում։ Եվ մեր 2-2 կրկին հավասարը եւ Ես ասեմ ուշադրություն։ հաջորդ երգը։ Չէ, մի վարքան իջացրեք ձեռքերը։ Իջացրեք։ Ես կասեմ։ Աղջիկներ չկռվեք, երկուսը դեռ ճիշտ եք, իջացրեք, կասեմ։ իջացրեք ձեռքերը։ Կանա։ Ես ասեմ։ Երկը չի ընչել։ Ես ասեմ։ Վերև, Հայկո վերև։ Հայկո վերև ճիշտ է, Թամար Թագոհին այո այս անգամ հաղթեց։ Հայկո վերև եւ Հայկոյի վերևը քեզ ձեր թիմին բերեց երրորդ հաղթական միավորը եւ երկերը ընտրում եք դուք։ ուզում։ Չասես, չասես։ Այնտեղ Ուլետայու էդ ես մենք իրար հետ աշխատում ենք։ Հա, լավ։ Դրա համար кухни։ Կուխնի։ Այո։ Էդս երկի։ Простишь меня за все или в одежде Тихо плакать Когда устанешь, приходи На кухне бережных и нежных хрущевках Храни лишь надежд для потомка Рассыпанная соль на клеенке Молоко на губах обсохло Все могло быть неплохо Все могло быть неплохо Все могло быть На этих кухнях Радостни дни твои Радостни дни твои Радостни дни твои Բրավո։ Բրավո։ Շնորհակալ եմ։ Բրավո։ Ես սկզբից իրականում անկեղծ չհասկացա, որ հենց էդի ձայններ են նա Ադե լավ չէ։ այո։ Իսկոպը էդ Շատ հիանալի կատարում Էդ այո։ Սլակի հաղորդման վերջում դզել եմ, էլի։ Հա, հասկացա։ Էդի թիմին բերեց 6 միավոր։ Ծափարում ենք։ Եվ իհարկե պահն է հասունացել, որպեսզի մենք թագը փոխանցենք գահաժառանգին եւ հասկանանք թե ինչ է պատրաստել մեզ համար Աստղիկը։ Աստղիկ դու երգելու ես մեզ համար Ուլետայու։ Այո։ Ես անչափ սիրում եմ այս երգը։ Ես նույնպես։ Հա, ինչ լավ է։ Աստղիկ պարգևիր մեզ շպիտներ եւ իհարկե Աստղիկներ։ Բայց ոնց եմ սիրում։ Невозможно рассказать вам историю мою. Очень сложно. Вспоминаю словно сон, как знакомились с тобой. Осторожно. Скоро я взлетаю и тебя теряю. От любви твоей я улетаю. Я не могу без тебя. Я все думаю о нас. Я не могу передать, что я чувствую сейчас. Здесь заметет следы, не расскажет никому то, что с тобой были мы и как я тебя люблю. Վայ Աստղիկ։ Ոչ մեկ։ Աստղ բրավո։ Այո, մենք վերջապես տեսանք բացի այն, թե դու ինչքան լավ ես գոռում բոլորից վրա, նաև ինչքան լավ ես երգում։ 6 միավոր Աստղիկը բերեց իր թիմին։ Բրավո։ Ոյ երեխեք շատ ոգևորվեցի, ուզում եմ մի հատ էլ երկրորդ փուլը խաղանք։ Չէ, լավ անցնենք։ Լավ անցնենք առաջ։ Լավ, բայց մի հատ ամփոփենք հաշիվը։ Այո։ Մեզ մոտ հաշիվը հավասար է 12 օգուտ ինձ իհարկե։ Եվ իհարկե նաև ձեզ սիրելի դիտողներ, երկրորդ փուլն էլ ավարտվեց, ինչպիսին է տրամադրությունը ձեզ մոտ։ Հիանալի։ Հրաշալի։ Շքեղ, այդ։ Անփոխարինելի։ Okay։ Եվ ես առաջարկում եմ տեղափոխվենք մեր երրորդ փուլ գնացինք։ Երրորդ փուլում կանոնները հետևյալն են։ Այս անգամ մենք տեսնելու ենք իհարկե մեր Դամարայի եւ իհարկե Էդի եւ Աստղիկի եւ Դավիթի դուետները։ Թե ինչպիսին կլինի դուետները, ես անկեղծ
պատկերացում անգամ չունեմ, գաղափար անգամ չունեմ, բայց որ շատ անակնկալներ են մեզ սպասվում, դա հաստատ։ Երրորդ փուլում մենք կրկին երգում ենք, բայց փակելու ենք բառերը այս անգամ էմոջիներով։ Էմոջիներ օգտագործում եք։ Անպայման։ Որոնք են քո սիրելի էմոջիները թամա։ Այն սրտիկով բանը, մարդուկը, որ Սրտիկով սրտիկա, աչքերի մեջ սրտիկա, հա։ Հասկացա։ Սիրահարված եք Թամարա։ Ոչ։ Ափսոս։ Էդ Իմ այն որ երկու ձեռը սենց թխում է։ այդ հա լավ, գիտեմ։ Եվ ուրիշ տարբերակ։ Մեկ են որ ձեռը դեմքին է խփտած, հա։ Այո։ Ճտացով։ Հավանաբար քո գործի մեջ դա շատ Հա, է։ Այդ մի հատ էլ էլի։ Այդ մի հատ էլ ես խնդրում եմ էլի։ Դա որն է քո սիրելի էմոջին։ Իմ ամենաշատը օգտագործող էմոջին բութմատն է, որ ալարում եմ պատասխանեմ։ Այն որ անգամ մեսենջերում ողը։ Հա, մեսենջերում։ Ամենաչսիրածն է որ դու։ Հա։ Եվ սրտիկն է։ Եվ սրտիկը, այս սրտիկը։ Աստղբակոնը։ Չէ, այդ չէ։ Հա, այն մեծ սրտիկը։ Մարդավարի մեր։ Բնական ավանդական։ Սովետի ժամանակ մաս։ Այո։ Քո սիրելի։ Իմ եմ որ սենց չի լացում, աչքերը հուզված է, սենց բարի է։ հայացքով բարի է։ Ասիկիդ էմոջին նման է քեզ։ Հա, ուզում էի ասեի, Ասիր համեստություն Հա, անես։ դու ասես։ Հասկացա։ Լավ, էմոջիները իմացանք, բայց հիմա մենք ունենք երրորդ փուլում մի շատ կարևոր խաղ, որը որ միշտ հավերժ բոլորը խաղացել են կադրից այն կողմ, իսկ այսօր ժամանակն է որպեսզի տեսնենք կադրից այս կողմ։ Բնականաբար այս անգամ նրանց կարող են հուշել մեր իհարկե սիրելի թիմակիցները, որովհետև կադրում աշխատում են էլի մարդիկ, ովքեր որ այս պահին չեն երևում, բայց իհարկե կադրում այս կողմում կան էլի շատ մարդիկ, ում մենք շատ սիրում ենք ու իհարկե շատ գնահատում, դուք կարող եք այս անգամ օգնել նրանց բոլորին։ Իսկ մենք մեր երրորդ փուլը անվանել ենք հաստատ կա։ Հաստատ կա, ուղղակի երևի ես չեմ հիշում։ Կարծում եմ հաստատ կայի կանոնները բացատրելու կարիք չկա, որովհետև պետք է հերթով երգել, ում երևակայությունը սպառվում է, նա պարտվում է։ Իսկ երգային բառն է ձեզ համար, բնականաբար ընտրել ենք շատ հեշտ եւ հետաքրքիր բառ՝ քաղաքականություն։ Ապրես աղջան գնաց։ Իհարկե սա կատակ է։ Մենք ընտրել ենք քաղաքականություն, դու իմ սեր։ Չէ, ձեզ համար ընտրել ենք շատ հետաքրքիր բառ, բայց մինչև բառը կասեմ, խնդրում եմ Էդի եւ Դավիթը չինգաչուն գանեն։ Որ հասկանան ով է, որտեվ հաշիվը հավասար է։ 0-ից, հա։ Այո, 0-ից առանց վերջնական։ Երևի 1-ից ավ։ 1-ից։ 1-ից առանց վերջնական Դավիթը ջախջախեց։ Իսկ երկային բառն է, սկսում եք ովքեր։ Դու ես հաղթել, հաղթողի իրավունքով ասա ովքեր են սկսում։ Մենք ենք սկսում։ Դուք եք սկսում։ Երկային բառն է, երկային բառն է արև։ Արև։ Դու ինձ գրկիր, որ քեզ ասեմ, բարև, խնդրեմ։ Солнце моё. Դա դարագոյ։ Ленина меня. Մայա լանդոն, ահա, լավ, մեկ։ Անապատի արև։ Անապատի արև, անապատի, տարը, Արևիկ է անունը, դու սրտի պես չգիտեմ ինչ։ դու լույսի պես աղջիկ։ Խնդրեմ։ Լավ էլի արևին, Արևին երկեցի, հերավոն, նննան։ Են անի լորակի սոնցը, հենց տենց է։ Անի լորակի սոնցը, լավ, այս տարբերակները։ Արև եկ, զիզիկարի վեր եկ։ Հետո վեր երկու։ Այդ ուղղակի ժողովրդական հայկական երգ է, մանկական։ Ուրիշ տարբերակներ չունենք այստեղից հուշումն է։ Follow the sun. Ասա։ Follow the sun, okay։ Խնդրեմ, Արևաշողում։ խնդրեմ, ձեր տարբերակը։ Ain't no sunshine when she's gone. Okay, sunshine։ Ես ռաբիսն եմ, հա։ Ռասիզմ Ես մեջ ռաբիսն։ Ռասիզմ։ Արևես թելուսին, եկլինենք միասին։ Սինահան սրտի տերը։ Դավիթ, Աստղիկ, Դե ասեք։ հիշում ես Բրեմենյան երաժիշտներում կար մի շատ հայտնի տեսարան Լուր солнце золотого. Այո, ճիշտ է։ Мы скрыла пелена. Հուսեք, մի հատ հուսեք։ Վայ, ինչ ես անում։ Էդ ինչ է իրան։ Ասա որ մի հատ հուսեք։ Չէ, առանց հուշելու, ասա։ Ունենք տարբերակներ։ Okay։ Ճիշտ է, зачем мне солнце? Մանակա։ Լավ։ Իմ արև, իմ չէ մի վարքյան։ Անաղջիկն է։ Չէ, նոր որն է երգում դա։ Չէ, չէ երգում։ Աստղիկը քո համար երկել առան։ Իմ աղջիկն չէ, Չէ, մենք քննարկում էինք, տենց երկեց, բայց էդ էր։ Իմ աղջիկ, իմ սրտի փոքր կես։ Կլինի դա։ Չէ։ Այդ երկել։ Երգել ենք։ Ուրիշ արևով հիշում եք։ Կլերը կելը խեն իրանք մենակ իրանց հուշում։ Դուք Ես հիմա ձեզ կհուշեմ։ հուշեն։ Տանը, yesterday my life։ Հա։ Ահա դա է
Sunny yesterday Անկեղծ դա է երգում։ Որ տարբերակն ենք հաշվում, արագ ասեք։ Իմ արև քեզ նով ապրում շնչում եմ ես։ Ախ, որ խնդրեմ ձեր տարբերակը։ Հենց նոր հուշում էի, կարող եք քույր։ Սիրո արևը։ Սիրո արև Հայկո։ Սիրո արև հարատև, այո, լավ։ Բայց թող երգեն։ Սիրո արև գիտի, Գիտեմ, երբ երգը։ ամաչում է, Երգի։ լարվածա։ Սիրո արև Հայկո, ես վերնագիրներն եմ լավ հիշում ուղղակի։ Խնդրեմ Աստղիկ, Դավիթ։ բայց պետք է երկեն չէ Ոչ։ մի տող գոնե պետք է Ոչ, երկեն չէ պետքա վերնագիր Դուք եք իմանամ իմաց, ուղղակի։ Դուք Բայց չգիտեք։ ո՞նց իմացաք։ Sunny, ճիշտ է, Sunny, yesterday my life was fit 8։ Մի երկել դու ասա։ Так, մի րոպե։ Մի հատ դու էլ հուշի, Ես այդքան մեր հուշեցի։ հուշելով արդեն Իրանց ես քամեցի, հուշում, մեզ ես չես չես հուշում։ Ձեզ էլ ո՞նց։ Ձեզ էլ եմ հուշը։ Արևը ուրիշ բառով ինչ ձև էր լինում։ Մի Արեգակ? վարքյան։ Արեգակ։ Արեգակով գիտեք ինչ։ Արեգակին Նո, պետք է հերվից հերվից նայել։ Գայրի եթե Եթե շատ շատ մոտենաս։ Խնդրեմ։ Էլվինա Մակարյանը ուներ շատ հայտնի երգ։ Արեգակ նորից դու պիտի շակես վաղը քո երջանիկ ժամը պիտի գա Լավ։ Խնդրեմ։ Տիգրան, չեմ հիշում Ժան Ժան Տիգրան Ասատրյան։ Չէ, Տիգրան Արևի Ալեքսյան։ մոտ գնամ թե ուրիշ է ասում։ Դե Անտառում գիտեմ։ տենց։ Տիգրանը։ Ապրես։ մենք չգիտենք մի հատ կերկեք Արևի մոտ գնամ, Լուսնին հասնա եւ գիտեմ այդ երգը։ Խնդրեմ։ Արև Դամ գնա ուշի երգեմ։ Դերանցան արևին մոտ ես, դերանցան օդ ես։ Հետո էր Հիշում եմ երկում։ այդ երգը, բայց չեմ հիշում։ Էմի։ Էմին։ Էմին։ արևի Ճիշտ է։ մոտ Մոտ ես ես, դերանցան դերանցան օդ օդ ես ես։ էմինա երկու Էմինա, հա, ճիշտ է, հիշ, այս տարբերակն ենք ընդունում։ Այ դա ի՞նչ ես անում։ Ասա սայճան։ Ասա։ Ես ունեմ օր ու արև։ Սիրում եմ քեզ իմ արև։ ամոթարդ։ Լավ։ Ռապիսներ ես ասեցի։ Բայց այս պայից սկսած հուշումները ավարտվեցին։ Բարդ ասած ձեր տարբերակը մեր Ձեր անակնկալը։ մեր տարբերակը մեր արի թող իրանք ընտրեն արի թող իրանք ընտրեն Լավ։ Մենք հանձնում։ բարդվում եք։ Այո։ Դավիթը եւ Աստղիկը պարտվեցին, հանձնվեցին եւ իհարկե երգ ընտրելու հնարավորությունը տվեցին։ արի փոխենք էլի ոչ թե Դավիթը եւ Աստղիկը պարտվեցին այլ Տոման եւ Էդոն հաղթեցին Թամարան եւ Էդը հաղթեցին։ Դավիթ եւ Աստղիկը պարտվեցին։ Ուշադրություն երգերը, որոնք առանձնացրել ենք ձեզ համար։ Աստղիկ Սաֆարյան, Օ քամի եւ լավելի քո աչքը։ Հա։ Հա։ Վերջ ընտրված է Իհարկե։ լավելի Լավելի է, լավելի։ Կամարան եւ իհարկե Էդը հենց հիմա կկատարեն մեզ համար լավելի քո աչքերը գնացի քո աչքերը ինձ դարձրել են խելագար քո շուրթերը գինետ ունեն ինձ համար Երբ քայլում եմ քո կողքի դու կգժու ժպտում ես ինձ ասես լինեմ ես երազու քո ամեն հայացքից ես թռնում եմ երկինք եւ երկար երկիր չեմ իջնում քո աչքերը դարձրել են խելագար քո շուրթերը գինետ ունեն ինձ համար քո աչքերը ինձ դարձրել են խելագար քո շուրթերը գինետ ունեն ինձ համար բրավո Ամեն մարդկասի Որ կյաքի վերումո Յոթը երկին եմ Եվ բոլոր յոթն են քո մասին Քո աչքերը ինձ դարձրել են
Եվ ավարտում Ինձ դասրել են շուրթերը Կինետուն են ինձ համար Այ Մերեք բոլորիդ։ ես սենց ուրախ Այ Չեր երկել քո աչքերը։ ես սենց ուրախ չեմ հիշում Այդային ու ինձ 6 միավոր Էդը եւ Թամարան բերում են իրենց թիմին Բրավո ծափարում ենք կարող եք զբաղեցնել ձեր տեղերը եւ մենք շարունակում ենք Աստղիկի եւ իհարկե Դավիթի հետ խնդրեմ Ամենասպասված դուետը իմ կյանքում Աստղիկից եւ Դավիթից խնդրեմ ուշադրություն Ես այսօր թողնում եմ քեզ իմ սերն ու հեռանում Իմ սրտում այսօր մի նոր վերք է ավելանում ու իմ սերը փոքված ճյուղի նման օրորվում է աշտանքամուց Օ կամի փոքիր իմ սեն առանց ցավի Հետո համբուրիր բլոկված կեղևը ծառի թող վերքը ցավ չպատճառի Ծառին թող ցավ չպատճառի թող վերքը ցավ չպատճառի Ծառին թող ցավ չպատճառի Ախ կոնելաց եղիրել թե կուզայն հանիր բայց այդպես մի նայիր Ախ կոնելաց եղիրել թե կուզայն հանիր բայց այդպես մի նայիր Աստերը Բացել են աչքերը ու նայում են ապշած մեզ վրա Մի սպանեք ձեր սերը դուք երկրորդը էլ չեք ունենա Աստղիկ եկել է քո աստեղային պահը Ես այսօր թողնում եմ քեզ իմ սերն ու հեռանում Իմ սրտում այսօր մի նոր վերք է ավելանում ու իմ արտացոլում Աչքերիդ մեջ դեպքից հպիտը հուսահատ Հույսերի վերջ Օ քամի փոքիր իմ սեն առանց ցավի Հետո համբուրիր բլոկված կեղևը ծառի թող վերքը ցավ չպատճառի Ծառին թող ցավ չպատճառի թող վերքը ցավ չպատճառի Ծառին թող ցավ չպատճառի Բրավո լավագույնների մեջ բրավո հրաշալի դուետ հրաշալի կատարում բայց 5 միավոր Աստղիկին եւ Դավիթին եկեք ծափարենք ասենք շնորհակալություն կարող եք զբաղեցնել ձեր տեղերը Դե ահա այսպիսին էր մեր տոնական եթերը բայց ես կարծում եմ որ ես նախ եւ առաջ պետք է ամփոփեմ տարին հենց ձեզ հետ միասին Ես կարող եմ ասել որ 2025 թվականի իմ լավագույն ձեռքբերումներից մեկը հենց իմ հրաշալի գոլեգաներն էին ում ես հանդիպեցի 2025-ի ընթացքում եւ ինձ հետ տանելու եմ 2026 թվական եւ իհարկե ձեր սերը ու իհարկե հուզվեցի եւ իհարկե նաեւ նրանց սերը եկեք ծափարենք Ու ամփոփենք մեր երրորդ փուլը։ Երրորդ փուլում հաշիվը դառնում է 17-18 հոգուտ Թամարայի եւ Էդի եւ Թամարան ու Էդը հաղթում են, իսկ Աստղիկը եւ Դավիթը չեն պարտվում։ Երբեք չեն պարտվում, որովհետեւ նրանք հրաշալի խաղացին։ Այո, ունեն Էդ մի բառը Աստղ։ Էդ էլ թող մնա 2000 Թողախտի ընկերությունը Այո, թող Թողախտի սերը, ջերմությունը։ Խաղաղությունը Ես իհարկե ուզում եմ վերջում, որպեսզի դուք ձեր սրտի բարեմաղթանքը ասեք։ Դավ, արի քեզնից սկսենք։ Ինչ ես մաղթում։ Մաղթում եմ ես գժական եթերներ, շատ ընտիր հյուրեր, լավ երկող, վատ երկող կապ չունի, կարևորը լավ անցնի։ Հրաշալի։ Աստղիկ։ Ուզում եմ, որ մեր թիմակիցները շատանան եւ մյուս տարի, երբ մենք ցանկանանք մասնակցել կրկին կարաոկեին, հերթի կանգնենք, թե պետք է մասնակցենք։ Ինչ հրաշալի բարեմաղթանք։ Էդ դու ինչ ես մաղթում։ Ես շատ նման մաղթանքներ ունեմ, բայց չգիտեմ, ինչ որ մի փոքր բանով որ տարբերվեմ, երևի որ
ինչ որ նոր պրոյեկտներ ունենանք, որ կարաոկեի եթերում այդ նոր մարտիկ, որ ավելանան, նոր պրոյեկտներով, որ մեր դիտողներն է Որպես բացահայտում եւ ներկայացում։ Շատ նոր Հրաշալի բաներ։ մաղթանք։ Եվ վերջապես Տոմա։ Այո, եւ ամեն ինչ քանի որ ասեցին, ես էլ մաղթում եմ մեզ լիքը դիտումներ եւ հաջողություններ։ Ապրեք, կարծում եմ բոլոր մաղթանքները տեղին են եւ բոլոր մաղթանքները ի վերջո 2026 թվականին կկատարվեն, որովհետեւ 2026-ը հրեձին խոստանում է լինել երազանքների կատարման տարի բոլորիս համար։ Հուսամ հենց այդպես էլ կլինի, սիրելի դիտողներ։ Դուք մնացեք մեզ հետ, իհարկե անցկացրեք օրերը հրաշալի եւ իհարկե վայելեք ամանորյա Երուսաղեմը եւ իհարկե ամանորյա արձակուրդները։ Մենք այսքանով ձեզ ասում ենք շնորհակալություն, բայց իհարկե կրկին հանդիպելու ակնկալիքով։ Ասում ենք ձեզ լավ եղեք, առողջ մնացեք, կհանդիպենք 2026 թվականին։ Իսկ հիմա մեր վերջին երգը բոլորս միասին ավանդույթները չխախտենք, գնացինք։ Դե ինչ մեր վերջին երգը հենց ձեզ համար հուսամ տոնական թեմայով։ Գնացինք։ Տոնական։ Տեսակ։ Ինչ լավ ես դու խաղում։ La 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 Душа поет, тело просится полет. Новый год, Новый год, Новый год. Отчего душа поет, тело просится полет. Новый год, Новый год, Новый год. Новый год, все печали заметет. Новый год, люди не встречать, скоро будем отмечать. Новый год, Новый год, Новый год. Скоро будем отмечать. Новый год, Новый год, Новый год. La 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 la. La 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 la. Ուզում եմ որպես նախորդ տարվա գրինչ, տոնածառը շուրջ է, բայց ստացել։ Ապրեք, ապրեք։ Ապրեք։ Մալացի։ Գնաց, էսի մեր տնից չի։ Կհանդիպենք 2026-ին։ Կարաոկե 963, երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր։ Pop, rock, rap, շանսոն հայկական։ Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում։